Ավտոդրայվն այս անգամ ուղևորվում է հարևան Վրաստան։ Հարցնում եք ինչու։ Ոչ, հաստատ Քոբուլեթի չեն գնում հանգստանալու, դեռ ինչպես ասում են, սեզոնը չի։ Վրաստան գնալու նպատակն առավել քան լուրջ է, որից հետո այ արդեն հաստատ արժի մի լավ հանգստանալ, քանի որ մեզ ծանր ու շատ պատասխանատու օրեր են սպասվում այնտեղ։ Ավտոդրայվը Վրաստան է գնում պարզապես հերթական ավտոմոբիլային միջոցառմանը մասնակցելու, իսկ այն իրենից ներկայացնում է օֆ-ռոդ մրցություն, այսինքն արտաճանապարհայիններ, մեր լեզվով ասած ջիպեր, սար ու ձոր, բարդ ու դժվար անցանելի, իսկ շատերի համար նույնիսկ անանցանելի տեղանքներ, վտանգավոր իրավիճակներ, մի խոսքով էքստրիմ ու եւս մեկ անգամ էքստրիմ, որի պակասը չեն զգացել տարածաշրջանի 4 երկրներից հայտագրված մասնակիցները, եւ հավատացեք, այդ էքստրիմի չափաբաժինը հեռուստաէկրաններից ավտոդրայվի շնորհիվ կփոխանցվի նաեւ ձեզ։ Ահա դուք տեսնում եք ձեզ արդեն ծանոթ հայկական Պանտերային, որի հետ մենք մեծ հույսեր ենք կապում։ Կարծում եմ Պանտերային ներկայացնելու կարիք չկա, քանի որ մեր նախորդ հաղորդումներից դուք արդեն ծանոթ եք նրան եւ գիտեք, թե ինչ հնարավորությունների տեր արտաճանապարհային է այն եւ ինչերի է ընդունակ ամենատարբեր իրավիճակներում։ Մեկ նախադասությամբ ասած, Պանտերայի համար անհաղթահարելի ճանապարհ չկա կամ գրեթե չկա։ Մենք արդեն ճանապարհին ենք։ Վրաստան ենք ուղևորվում գիշերով, որպեսզի առավոտյան հասցնենք այնտեղ լինել։ Ճանապարհը բավականին երկար է եւ հոգնեցուցիչ, ուստի ձեզ եւս չհոգնեցնելու համար բաց թողնենք գիշերային ճանապարհորդության կադրերը, թե ինչպես հասանք տեղ։ Միայն նշենք, որ հասանք անվտանգ ու առանց խոչընդոտների, եւ մենք հիմա արդեն առավոտ բարի լույսով գտնվում ենք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում, ավելի կոնկրետ քաղաքի արվարձաններից մեկում, որտեղ էլ տեղի է ունենալու այսօրվա մեր մրցությունը։ Ինչպես նշեցինք, միջոցառմանը, որ կոչվում է Geo Extreme, մասնակցելու եւ իրենց ուժերը փորձելու համար հայտ էին ներկայացրել օֆ-ռոդ վարորդներ իրար հարևան 4 երկրներից՝ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից եւ Ադրբեջանից։ Պայքարն ընթանալու է 5 կատեգորիաներում. օրիգինալ, որտեղ մրցում են միայն գործարանային վիճակով արտաճանապարհայինները առանց փոփոխության, ստանդարտ, որտեղ մասնակցում են ստանդարտ մեքենաները նվազագույն փոփոխություններով, օրինակ փոխվել են միայն անիվները։ Երրորդը մոդիֆայդն է, որում իրավունք ունեն մասնակցել այն մոդիֆիկացիայի ենթարկված արտաճանապարհայինները, որոնցում փոխվել են կախոցները, ընթացային մասերը։ Չորրորդը պրոմոն է, որում առավել շատ մոդիֆիկացիաներ են թույլատրվում, իսկ վերջին 5-րդ կատեգորիան կոչվում է պրոտո, այսինքն պրոտոտիպ, որում կարող են մասնակցել ամենատարբեր փոփոխությունների ենթարկված կամ նույնիսկ 0-ից ըստ ճաշակի ու ցանկության կառուցված ավտոմեքենաները։ Մրցությունը կանցնի 2 փուլով, 7 մրցուղիներում եւ միանգամայն խառը հերթականությամբ, որ մասնակիցը որ մրցուղով ցանկանա կարող է վարել, կարևորը արդյունքն է, սակայն տարբեր կատեգորիաների մեքենաների համար նույն մրցուղին կարող է անցնել տարբեր ճանապարհներով, իսկ ճանապարհը ցույց տալու համար մրցուղու տարբեր հատվածներում տեղադրված են ցուցաձողեր, վրաները տարբեր գույներով թվանշաններ, որոնք ըստ գույների ցույց են տալիս, թե որ կատեգորիայի մեքենան որ ճանապարհով կարող է ընթանալ։ Եթե տվյալ ցուցաձողի վրա բացակայում է որևէ գույն, ապա համապատասխան կատեգորիայի մասնակիցն այդ ճանապարհով չպետք է անցնի, այլ պետք է անցնի միայն իր գույնով նշված ցուցաձողերի ուղղորդած ճանապարհով։ Միգուցե մի փոքր բարդ թվան կանոնները, սակայն մեզ համար էականն այս դեպքում կանոններն անգիր յուրացնելը չէ, այլ մասնակիցների ելույթներն ու ցուցադրած արդյունքները։ Իսկ ահա կանոնները լավ иմանալը նրանց մասնակիցների համար առավել քան կարևոր է։ Приблизительно около 40 экипажей соревноваться в 5 разных категориях, от оригинальной категории до прототипа. Грузия, Армения, Азербайджан и Турция. Выиграет, как всегда, сильнейший. Դե ինչ, անցնենք մրցությանն ու տեսնենք, թե ով է առաջինը դուրս գալիս մեկնարկի։ Ահա այստեղ մենք տեսնում ենք Mitsubishi Pajero-ն է փորձում հաղթահարել արգելքները։ Այս մրցուղում բավականին հեշտ է հանդես գալը, քանի որ ընդամենը թփերն է պետք շրջանցել, ինչն էլ կարողանում է անել Pajero-ի վարորդը։ Իսկ ահա այստեղ մեկ այլ մրցուղում ադրբեջանցի մասնակիցն իր Toyota Land Cruiser-ով փորձում է հաղթահարել Սարը, որը նրան փաստորեն չի հաջողվում։ Դրա համար էլ նա դիմում է ճախարակի օգնությանը։ Ի վերջո հաջողվում է ադրբեջանցուն ճախարակի օգնությամբ դուրս գալ ստեղծված իրավիճակից։
սակայն նա կորցնում է թանկարժեք վայրկյաններ այդ ընթացքում։ Ուստի շտապում է հավաքել պարանն ու հնարավորինս արագ նստել ղեկին ու շարժվել առաջ։ Բայց այստեղ եւս ադրբեջանցին դժվարությունների է հանդիպում, չկարողանալով հաղթահարել փոքրիկ վերելքը։ Ոչինչ, թող չարչարվեն ու կորցնեն թանկարժեք վայրկյանները։ Հաղթանակն այդքան հեշտ չի տրվում, պետք էր ավելի պատրաստված գալ։ Այստեղ էլ վրացի մասնակիցն է իր փոքրիկ պիկապով փորձում անցնել մրցուղին, սակայն հանդիպում է դժվարանցանելի բլրակի։ Ահա, հետաքրքիր ինքնաշեն մի պիկապ ենք տեսնում մենք, վրացի մասնակից է կրկին, բավականին հաջող է սկսել իր ելույթը, մնում է հաջողությամբ էլ ավարտի այն։ Ահա, փորձում է զգուշությամբ իջնել այս քարքարոտ ու բարդ տեղանքով։ Թվում է, թե հիմա շուռ կգա, բայց ոչ։ Բարեհաջող է հաղթահարում այս հատվածը եւս, եւ հիմա պետք է կարողանա թեքվել ու անցնել ցուցաձողերի արանքով, քանի որ իր ճանապարհն այդտեղով է անցնում։ Այստեղ եւս վրացի մարզիկին հաջողվում է առանց վտանգների անցնել ու ահա եւ նրա լավ ելույթի վերջը։ Վրացի այս մասնակիցը շուռ է եկել։ Անմիջապես մոտ են վազում մասնակցի թիմակից ընկերներն ու շտապում նրան դուրս բերել ավտոմեքենայից, վախենալով վառելիքի արտահոսքից, որ հանկարծ պայթյուն չլինի։ Բարեբախտաբար ոչինչ չի պայթում, սակայն այստեղ են ասել իսկական վրացու խելք։ Մեր հարևան վրացիները բախտավոր ազգ են, բայց այ խելքի հարցում, չնայած այստեղ դժվար է ասել, նրանց ավելի շատ բախտը չժպտաց, թե մի փոքր տեղի տվեց վրացու մտքի ճկունությունը։ Ամեն դեպքում ցավալի բան ենք տեսնում մենք հիմա։ Մեքենան ուղղվելուն պես կրկին շուռ է գալիս եւ գլորվում, վարորդն էլ մեջը։ Բայց համեմատ է բախտ ունեն վրացիները։ Այսքան գլխին եկածից հետո վարորդը բարեբախտաբար կրկին ողջ ու առողջ դուրս է գալիս մեքենայից, միայն մի փոքր թևն է քերծվել։ Մինչ այստեղ փորձում են կրկին ուղղել շուռ եկած մեքենան, հարևան մրցուղում մեկ այլ պիկապ է իրեն ցուցադրում, փորձելով ճարպկորեն ու հնարավորինս արագ հատել վերջնագիծը։ Մեկ այլ մրցուղում էլ ամերիկյան ջիպն է հաջող ելույթ ունենում ու բավականին արագ հատում վերջնագիծը։ Չնայած այս մրցուղում առանձնապես բարդ տեղանքներ չկային էլ, եւ ցանկացածն էլ կարող էր հեշտությամբ անցնել այն։ Հերթական պիկապն է դուրս գալիս մրցուղի, Mitsubishi Pajero մատնիշի։ Մեկ այլ Pajero էլ այստեղ է իրեն ցուցադրում, ու վատ չի ցուցադրում։ Ահա տեսնում ենք ամերիկյան Wrangler-ի արկածախնդիր ելույթը։ Տեսնենք, թե ինչով կավարտվի այն։
շատ ծափահարում են վրացի երկրպագուները սարը հեշտությամբ հաղթարելու համար, քանի որ Վրանգլերի ղեկին իրենց հայրենակիցն է։ Իսկ հիմա մրցուղում Հայաստանը ներկայացնող Գրիգոր Գալեյանն է իր Պանտերայով։ Նշենք, որ նա հանդես է գալիս բացարձակ դասում, այսինքն ամենաբարձր պրոտո կատեգորիայում, քանի որ Պանտերան կարելի է ասել սեփական ուժերով նորովի ստեղծված ՈՒԱԶ է, լիովին ձևափոխված շարժիչով եւ ընթացային մասերով։ Տեսնենք, թե ինչպես կանցնի մեր Պանտերան այս մրցուղին, որն այդքան էլ բարդ չէ, միայն թե մենք այստեղ ունենք չափսերի խնդիր, որը կարող է խանգարել մեզ որոշ տեղանքներ հաղթահարելիս։ Եվ ահա, առաջին իսկ ելույթից անհաջողություն։ Ադրբեջանցիների աչքն էր հաստատ, որ մեր մեքենան կոտրում է ցուցաձողն ու փաստորեն չեղյալ է համարվում այս մրցուղում վարելը։ Բայց հոգ չէ, մենք չենք հուսահատվում եւ հաղթանակի ակնկալիքով սպասում ենք մյուս մրցուղիներում նրա ելույթներին։ Եվս մեկ ջիփ Վրանգլեր է մրցուղում քարերի ու թփերի մեջ վրացի վարորդի մասնակցությամբ։ Այս մի մրցուղում էլ Թուրքիայից ժամանած մասնակիցն է բավականին հաջող ելույթ ունենում իր Mitsubishi Pajero-ով։ Նորից Mitsubishi Pajero, նորից վրացի մասնակից, նորից բավականին հաջող ելույթ։ Մյուս վրացի մասնակիցն է էլի Pajero-ով։ Այժմ նա փորձում է հաղթահարել ահա այս դժվարանցանելի տեղանքը, ինչը եւ նրան հաջողվում է։ Նորից մեր մասնակիցն է Պանտերայով մրցուղում։ Պանտերա, Պանտերա, երկրպագում ենք մեր հայրենակցին։ Այս անգամ նրան հաջողվում է առանց ցուցաձող կոտրելու հասնել վերջնագծին։ Իսկ այս մրցուղին արագընթաց ճանապարհ է իրենից ներկայացնում։ Դրա համար էլ այս 4 տարբեր մասնակիցները հերթով իրար հետևից հեշտությամբ անցնում են այն։ Ահա մեր Պանտերան երրորդ մրցուղին է փորձում հաղթահարել։
Չափսերի խնդիրն այստեղ իր մասին հիշեցնել է տալիս։ Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող է ավարտվում Պանտերայի համար։ Այս պահին լավագույն արդյունքը մերն է։ Toyota և Mitsubishi մակնիշի ամենագնացներ են այժմ նույն տեղանքով անցնում հերթով։ Երկուսի մոտ էլ ստացվում է հեշտությամբ անցնել դժվար տեղերով։ Նորից մեր Պանտերան է, այս անգամ արագընթաց մրցուղում։ Տեսնում եք ինչ արագ է նա անցնում հարթ ճանապարհով և ահա այստեղ արդեն քիչ է մնում մենք կրկին անհաջողություն գրանցենք։ Սակայն բարեբախտաբար ցուցաձողը չի կոտրվում և մեր մասնակիցը հաջողությամբ հասնում է վերջնագծին։ Այժմ փոքրիկ Suzuki Jimny-ն է հեշտությամբ շրջանցում ամենահեշտ մրցուղու արգելքները։ Ճապոնական Suzuki օրինակին է հետևում նաև այս ադրբեջանցի մասնակիցն իր G-դասի պիկապով և նույնպես հեշտությամբ է անցնում մրցուղին։ Երկու պաջերոներ են իրար հետևից հանդես գալիս նույն մրցուղում, երկուսն էլ Վրաստանի ներկայացուցիչներ են և նրանց երկուսի մոտ էլ հաջողությամբ է պսակվում վերջնագծին հասնելը։ Այդ նույն մրցուղին է փորձում նաև մեզ արդեն ծանոթ Suzuki Jimny։ Իսկ հիմա վրացի մասնակիցն է իր Jeep Wrangler-ով։ Նա փորձում է արագ անցնել մրցաձողերի արանքով։ Օ ոչ, կրկին վթար։ Վրացիների բախտն այսօր կարծես թե իրոք չի բերում։ Կարևորը մարդու բան չեղավ։ Այժմ ձեր էկրաններին սաֆարիների արքա Nissan Patrol Super Safari-ն է։ Մեկ այլ Nissan Patrol է փորձում իրեն ցուցադրել մրցուղում։ Վատ չի ցուցադրում։
Հիմա Թուրքիայի մասնակիցն է Pajero-ով ձեր էկրաններին։ Իսկ այստեղ արդեն վրացի մասնակցի Pajero-ն են փորձում ճախարակի օգնությամբ հանել սարն ի վեր։ Այս Pajero-ն հորով-մորով հանելուց հետո մեկ այլ վրացու նմանատիպ Pajero է գալիս ու իրեն փորձությունների ենթարկում նույն վայրում։ Եվ ահա կրկին մեր հայրենակից Գրիգոր Գալեյանն է իր Պանտերայով հերթական մրցուղում։ Հա տեսնում եք, սա այն սարն է, որն առանց ճախարակի օգնության չէին կարողանում բարձրանալ մյուս մասնակիցները, եւ միայն հայկական ցեղատեսակի այս Պանտերան է, որ կարողանում է միանգամից ու առանց կողմնակի միջամտության հաղթահարել դժվարանցանելի այս բարձունքը։ Իդեպ նշենք, որ Գրիգորը պրոֆեսիոնալ մրցության մինչ այժմ երբևէ չէր մասնակցել, եւ սա փաստորեն իր առաջին պրոֆեսիոնալ ելույթն է։ Մեր Պանտերան այս մրցուղին եւս հաջողությամբ է անցնում։ Մրցուղի է դուրս գալիս հասարակ սովորական ուազը։ Pajero-ների բախտին է արժանանում նաև այս փոքրիկ պիկապը, որի վրացի վարորդը եւս դիմում է ճախարակի օգնությանը, կորցնելով թանկարժեք վայրկյաններ։ Մենք կրկին Պանտերային ենք տեսնում արդեն մեկ այլ մրցուղում։ Շատ բարդ ու վտանգավոր տեղ է սա, որ սա անցնի առանց ցուցաձողերին դիպչելու, մնացածն արդեն կարող ենք անցած համարել։ Եվ այդպես էլ եղավ։ Պանտերան, ինչպես տեսնում ենք, բարեհաջող հասել է վերջնագծին։ Ավարտենք մեր այսօրվա թողարկումը, քանի որ մեր եթերաժամը սպառվեց, սակայն Georgia Extreme Off-Road մրցությունը չի ավարտվել։ Դեռ երկրորդ փուլ կա, որից հետո նոր կորոշվեն, թե ովքեր են այս հետաքրքիր ու էքստրեմալ պայքարի առաջին 3 մրցանակակիրները։ Դե ինչ, այսքանով մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Բաց չթողնեք մյուս հաղորդումը, իսկ եթե արդեն բաց եք թողել մեր նախորդ հաղորդումները, ապա հոգ չէ։ Հիշեցնենք, որ բաց թողնված հաղորդումները կարող եք դիտել avtodrive.am կայքում։ Հաջողություն։